հետ կապված ձեր գնահատականը լսենք եւ այսպես ըստ էության Ալիևը պատասխանում է ամենօրյա ռեժիմով Փաշինյանի մանիպուլատիվ խաղաղությանը, այն է, որ մեքենաներով իրենք գալու են Հայաստան, իրենց պատմական հողեր, ճակերտներում դա իհարկե, այն է, որ Սևանը չկա որևէ քարտեզի վրա, դա Գյոյչա է, ադրբեջանցի պատգամավորը խոսում է այն մասին, որ եթե Հայաստանն օպերատիվ կերպով Միջանցքի բացման մասին որոշում չկայացնի, Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել Միջանցքի տարածքը։ Խնդրեմ, այս մասով ձեր գնահատականը ինչ է անում այս խաղաղությունը, խնդրեմ։ Շնորհակալ եմ նախարարների համար, այն թեզը, թե իբր Հայաստանը արդեն ապրում է խաղաղության դարաշրջանը ապրում եւ այլևս մենք կարող ենք ապրել ուրախ, երջանիկ, անհոգ, մեզ բանակ պետք չի, մարտունակ բանակ պետք չի, մեզ առհասարակ ռազմական ծախսերի վրա բյուջեն ծանրացնել պետք չի եւ այսպես շարունակ, ինչ որ ասում են իշխանությունները, Ալիևի եւ իր թիմի կողմից ամեն օր, այսպես ասած, ապտակներ են ստանում իշխող ուժը եւ այդ նորություն չի, որ Ադրբեջանը նկրտումներ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների վրա, նախ ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներին, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքի քառակուսի կիլոմետրերով երբեք չի ճանաչել, երբեք Այնինչ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի միլիմետր առ միլիմետր քառակուսիով ուրեմն ճանաչել է Ադրբեջանը, սա մեկ։ Այն թեզը, որ Ադրբեջանի հետ հաստատվել է խաղաղություն, էլի լկտի սուտ է, որևէ իրականության հետ աղերս չունի, Ադրբեջանի եւ ղեկավարը եւ իշխող թիմի տարբեր ներկայացուցիչներ մեկը հայտարարում է, որ ուրեմն Սյունիքի տարածքով դա ճանապարհ չի, միջանց կա, մեկը հայտարարում է, որ դա Ադրբեջանի պատմական տարածքներն են, տարբեր նկրտումներ ունեն Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքի եւ ասես տարածաշրջան առ տարածաշրջան իրենց ուրեմն խոսույթի մեջ նշում են ադրբեջանական անվանումներ են տալիս, բացի այդ էլ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այս կեղծ օրակարգը, որ կայփր սահմանազատում եւ սահմանագծում Ադրբեջանը հերթական պահանջներն է ներկայացել Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում կան ադրբեջանական տարածքներ, որ պիտի վերադարձվեն Ադրբեջանին եւ այս կոնտեքստում խոսել նրա մասին, որ այլևս խաղաղությունը հաստատվեց, մարազմա, չկա նման բան։ Դուք տեսեք, եթե Ադրբեջանի ղեկավարությունը այս պահին նման բառապաշարով է խոսում Հայաստանի Հանրապետության իշխանությունների, դուք պատկերացնում եք, ինչ կկատարվի, եթե Աստված մի արածի, սրանք վերընտրվեն կամ վերարտադրվեն։ Այսինքն այն պահանջները, որ հնչում են Ադրբեջանից, դա դառնալու է իրականություն։ Դրա մասին խոսում ենք տարիներ շարունակ, ազգային ժողովի ամբիոնում, տարբեր մեր հարցազրույցների ժամանակ ասել ենք, որ Ադրբեջանը եղածով չի բավարարվելու։ Եվ ահավասիկ Ադրբեջանի ղեկավարը խոսում է Հայաստանի Հանրապետություն, արդեն ոչ թե տանկերով գնալու, այլ խաղաղ իբր թե խաղաղ ճանապարհով Հայաստանի Հանրապետությունը կլանելու եւ գրավելու։ Այն արտահայտությունը, որ հնչեցնում է, որ արդեն տանկերով չեն գնալու, մեքենաներով են գնալու, հայ, ինչի մասն է խոսում։ Խոսում է նրա մասին, որ Ադրբեջանը հերթական պահանջ ունի դրած ադրբեջանցիների Հայաստանի Հանրապետություն բնակեցնելու հետ կապված։ Կոնկրետ ID քարտեր են բաժանվում Ադրբեջանում եւ այդ ID քարտերի վրա անուն ազգանունով բնակության վայրով նշվում է ադրբեջանցի որտեղ պիտի գա եւ որտեղ պիտի բնակվի։ Եվ այդ կազմակերպության ուրեմն ղեկավարը Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր է։ Հիմա ում են ուզում սրանք մոլորեսնեն, ում են ուզում հիմարի տեղ դնեն։ Հայ ժողովրդին ուզում են ասել, որ գիտեք ինչ կա այդ մի քանի վագոն ցորենը, որ եկել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան էլ չի մտել, Վրաստանով է եկել մտել Հայաստան, ինքն էլ ռուսական ծորենի մասին է խոսքը, չեն ասում տնտեսական հաշվարկները, չեն ասում, որ այդ ծորենը հնարավոր է, որ Ադրբեջանը այդ ծորենի վրա ներգործություն ունեցած լինի, ով է ստուգել դրա պիտանելիությունը։ Եվ խոսում են նրա մասին, որ իբր ինչ են ասում, չէ, բան են, չէ, մեղադրում են ընդդիմությանը իբր տարբեր բառապաշարներով, բանով լափամանի հետ կապված, այդ կդերեք այդ Ադրբեջանի կողմից հրամցված այդ լափը որ կա, այդ ծորենի հետ խառնված է։ Հիշեցնեմ ձեզ Ադրբեջանի վերաբերմունքը արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ։ Արցախցիներին 9 ամիս շարունակ սովի մատնած, էթնիկ զտում ցեղասպանություն իրականացրած բռնապետ Ալիևը ձեր պատկերացմամբ պիտի բարեհաճ գտնվի հայ ժողովրդի նկատմամբ, Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մոռացել ենք, հա, արդեն 2 տարի առաջ սովամահության դեպքերը, էթնիկ զտման դեպքերը, մարդկանց գլխատելու դեպքերը, բռնի տեղահանման դեպքերը, գազի փականը փակել են եւ ցրտահարության են ենթարկում մի ողջ ժողովրդի։ Եվ էլի այն ժամանակ էլ այդ առաջարկը կար, որ Աղդամով իբր մի քանի ֆուր ալյուր մտնելու։ Եվ արցախցիները մերժեցին, որովհետև գիտեն, որ այդ ալյուրը ուտելուց հետո գալու են Էնվերի եւ Թալյաթի շարունակողներն ու հետնորդները եւ ցեղասպանություն իրականացնեն։ Սա լավ գիտակցում են արցախցիները։ Եվ դրա համար չընդունեցին։ Հասկանում են իրենց թշնամի եւ հակառակորդ ինչ ծրագրեր եւ ինչ պլաններ ունի։ Եվ այս առումով ես նաեւ ուզում եմ մեր հայրենակիցներին մեկ անգամ եւս հիշեցնել, որ արդեն մի քանի օր հետո էլի Ադրբեջանը Բաքվում ռազմական շքերթ է իրականացնելու։ Նոյեմբերի 9-ին ձեր նշած, ձեր ասած խաղաղության գնացող բռնապետը էլի ծաղր ու ծանակի է ենթարկելու հայ ժողովրդին։ Ֆաշիստական ռեժիմը չի կարա ուղղվի, չի կարա փոխվի։ Իր նպատակներն ու ծրագրերը չեն կարա փոխվեն։ Եվ ես այդ ապիկարներին, այդ բռնապետերին, այդ ցեղասպանություն իրականացնող տականքներին կոչ եմ անում գնալ Հռոմ եւ տեսնել Կոլիզեի վրա Հայաստանի Հանրապետության մեծ քարտեզը եւ Հայաստանի պատմական քարտեզները տարբեր ուրեմն երկրներում ես եղել եմ եւ տեսել եմ այդ արխիվները, տեսել եմ թե Հայաստանի Հանրապետության կամ առհասարակ մեծ հայքի մեր բնիկ ժողովուրդ լինելու անարարկելի փաստերը։ Այնինչ եկվոր ժողովուրդը, որ իսկի ժողովուրդ էլ համարել չի կարելի, որովհետև իրենք 18 թվականին բոլշևիկյան բարեհաճության արդյունքում ստեղծել են մի պետություն, որը մինչև այդ գոյություն չի ունեցել։ Եվ հիշեցնեմ մեր հայրենակիցներին, որ այստեղ տարբեր ԿՊ պաշտոնյաներ ասում են, գիտեք ինչ կա այս տարածքները Ադրբեջանա, այն տարածքները Ադրբեջանա, հետով նվիրելով տալով գնում են։ Հիշեցնեմ մեր պատմական հողերի մասին։ Բաքուն ով է կառուցել։ Հայերն են կառուցել։ Իր պատմական ուրեմն այդ պատմամշակութային արժեքներով ամբողջ ճարտարապետություն, սպորտ, տնտեսություն, բիզնես,
ուրեմն նավթային մագնատներ ամբողջը հայեր են եղել։ Ուրա հայա մնացել ընդեղ։ Հայ մի նմուշ մնացել է Ադրբեջանում։ Բայց սրանք մերժում են այն օրակարգը, որ պետք է արցախցիները վերադառնան իրենց պատմական բնորան եւ փոխարենը ձեները կտրում են եւ բերանները ջուր արած մի հատ ծխտուն չեն հանում, որ Ադրբեջանը ամեն օր հայտարարում է Սևանը գյոքչա։ Ուրեմն Վարդենիսը ադրբեջանական անունով նշելու կամ այս կամ այն բնակավայրը ադրբեջանական անվանումներով նշելու։ Հիշեցնեմ նաև ձեզ Հայր Ալիևի մոտեցումը։ Ինչ էր ասում ադրբեջանցիներին Հայր Ալիևը։ Հայր Ալիևը ադրբեջանցիներին ասում էր գնացեք Հայաստան, բնակվեք հայերի տարածքներում եւ այնտեղ շատ երեխաներ ունեցեք։ Եվ դրանով ուրեմն մենք կգրավենք Հայաստանը։ Հիմա այդ Հայր Ալիևի ծրագիրը իրականացնում է որդի Ալիևը։ Դրա մասին բավականին շատ մենք ուրեմն փաստական ինֆորմացիաներ ունենք։ Եվ այս ամեն ինչի շրջանակներում խոսել խաղաղության, դարաշրջանի խաղաղության օրակարգի մասին աբսուրդ է։ Սիրելի հայրենակիցներ։ Այո։ Սիրելի հայրենակիցներ, ինչի համար եմ ես այս ամեն ինչը ձեզ ասում եմ նրա համար, որ պետք չի հավատալ ոչ այդ կեղծ օրակարգերին, պետք չի հավատալ նրան, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փոխել է իր դիրքորոշումը, իր մոտեցումները փոխել է, Ադրբեջանում հայատյացությունը շատ բարձր մակարդակի վրա է, Ադրբեջանում հայատյացությունը դաստիարակվում է մի սերունդ, հայատյացության սկզբունքով եւ գաղափարախոսությամբ դպրոցներից, մանկապարտեզներից սկսած միջև այդ էլ մի սերունդ է մեծացել, որ իրենց համար հայը դա ընդունելի է միայն անշունչ վիճակում, դրա մասին ուրեմն բազմաթիվ վկայություններ կան եւ այս կոնտեքստում եւս մեկ անգամ կոչ եմ անում մեր հայրենակիցներին չհավատալ կեղծ օրակարգերին, չհավատալ Ադրբեջանի խոսքերին, չհավատալ այս իշխանությունների կեղծ պնդումներին, որ այլևս վերջ խաղաղություն է հաստատվել, խաղաղություն մենք ուզում ենք բոլորս, ժողովուրդը, հայ ժողովուրդը խաղաղության է ձգտում, բայց մեր թշնամին չի ձգտում խաղաղության, մեր թշնամին ամեն օր զինվում է, մեր թշնամին ամեն օր ռազմատենչ հայտարարություններ է անում եւ դա վկայում է նրա մասին, որ Ադրբեջանի, կրկնում եմ, նկարտումներն ու ցանկությունները այլ են եւ այս առումով մեզ պետքա խելքներս գլուխներս հավաքենք, մեր տնտեսությունը զարգացնենք, մեր ռազմական պոտենցիալը զարգացնենք, մեր հարևան բարեկամ երկրների հետ ամուր դաշնակցային հարաբերություններ ստեղծենք, չվատթարացնենք հարաբերությունները մեր տրադիցիոն պարտներների հետ, գործընկերների հետ, ինչպես որ անում են սրանք, այս ապիկարները, այս վերջերս նաև ես բազմիցս խոսել եմ, նաև Վրաստանի Հանրապետության արձագանքը Եվրանեստի ընդունված բանաձևին, որով որ հարցականի տակ է դրվում Վրաստանում ընտրված լեգիտիմ իշխանության առկայությունը, ընտրությունների արդյունքները եւ Վրաստանը ամենաբարձր մակարդակով արձագանքել է եւ շատ կոշտ արձագանք է տվել Հայաստանի Հանրապետության իշխանություններին եւ սա այս ամեն ինչը մեզ պիտի զգոնեցնի, սթափեցնի, որովհետեւ մենք իրավունք չունենք մեկ անգամ եւս խաբվելու, մենք իրավունք չունենք մեկ անգամ եւս տեղի տալու կեղծ քարոզչությանը իշխանությունների կողմից հրամցվող են կեղծիքին են ստին, որ ամեն օր փորձում են լվալ մեր ժողովրդի ուղեղը, փորձել զգոնությունը բթացնել, փորձել կեղծ օրակարգերով լցնել, ցիլո դնել, չգիտեմ, վարդ դնել, հեծանիվ քշել, եսիմինչ
մեյմունություններ անել, իրականում խնդիրները բազմաթիվ են, իրականում մեր տնտեսությունը շատ ծանր եւ դժվարին իրավիճակում է գտնվում, այն հարկերը, որ հավաքվում են, ուրեմն պետական բյուջեն լցվում են, դա իրականացվում է հարկային տերորի միջոցով, իրականացվում է կոշտ քաղաքականության միջոցով, տնտեսվարողները բավականին անելանելի իրավիճակում են հայտնվել, որովհետեւ, չգիտեմ, տարբեր կառույցների կողմից ճնշում գործադրելով փորձում են մարդկանց գումարներ մուտքագրել, որը հետագայում արդեն պիտի դատարանի միջոցով պարզվի այդ գումարները ճիշտ են մուտքագրվել թե չէ։ Այսինքն տնտեսական տերորը շատ ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։ Այս քաղաքականությունը, որ վարվում է Հեցի նկատմամբ, էլի Սամվել Կարապետյանի նկատմամբ, ուրեմն էլի բերելու է նրան, որ ներդրումները Հայաստանի Հանրապետության տնտեսությունում շեշտակի նվազելու են, իրական սեկտորում որևէ մի քայլ չի ձեռնարկվում, որպեսզի Հայաստանի Հանրապետության տնտեսությունը զարգանա։ Այս վարած քաղաքականության արդյունքում էլ բեռնափոխադրողները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում եւ հնարավորություն չունեն Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել ԵԱՏՄ շուկա։ Մենք տեսնում ենք ամենօրյա այդ դեպորտների եւ ուրեմն մարդկանց թիվը զգալիորեն աճել է եւ մարդիկ հնարավորություն չեն ունենում այդ բեռնափոխադրումները իրականացնել։ Այն կեղծ խոստումները, որ տրվել են իշխանությունների կողմից, թե իբր շատ կարճ ժամանակահատվածում կլուծվեն այդ խնդիրները էլ ավելի են խորացել Վրաստանի հետ, որպես տարանցիկ երկիր այդ հարաբերությունները չեն կառուցում, էլի մեր տնտեսվարողները շատ լուրջ խնդիրներ ունեն, կրկնում եմ, տարանցիկ բեռներ անցկացնելու Վրաստանի Հանրապետության տարածքում, այս ընթացքում հայտարարություններից հետո էլ ավելի դժվարացել է իրավիճակը, գիտեք, որ խմիչք արտահանողները նույնպես էլի բավականին բարդագույն խնդիրների առջև են կանգնել Վրաստանում, եւ սա չի կարող ազդել ուրեմն գնագոյացման վրա, սա չի կարող ազդել առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների վրա։ Մենք տեսնում ենք ամեն օր մտնելով մեր հայրենակիցները ուրեմն առևտրի կենտրոններ, մենք տեսնում ենք, որ օր-օրի վրա թանկանում է առաջին անհրաժեշտության ապրանքները։ Այն ապրանքները, որ սպառում են մեր հայրենակիցները, այդ ապրանքները աստղաբաշխական ուրեմն տեմպերով թանկանում են եւ մարդիկ այսօր իրենց ստացած աշխատավարձը, թոշակը չի հերիքում, որպեսզի մարդիկ կարողանան գոյատևեն։ Չի հերիքում, պարզապես չի հերիքում։ Այդ թանկացումների հետևից հայ մարդը չի կարողանում հասցնի։ Եվ սրանք ոչ անվտանգային հարցերն են լուծում, ոչ տնտեսական հարցերն են լուծում, էլ չեմ ասում քաղաքական հաշվեհարդարների մասին։ Քաղաքական առումով հաշվեհարդար են տեսնում բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք ընտրված օրինական ուրեմն համայնքի ղեկավարներ են, որոնք ընտրվել են ժողովրդի քվեով եւ վերջին շրջանում, վերջին հատվածում նամանավանդ ռեպրեսիոն համակարգը այնպես է գործում, որ թե Գյումրիում, թե Մասիսում, թե մնացած բոլոր համայնքներում Մերձավանի օրինակը ցավալի, սարսափելի, սոսկալի ուրեմն դեպքը, որ տեղի է ունեցել, վերջերս էլ նաև հաստատվեց այն փաստը, որ դա, այսինքն իրենք են հաստատում, բայց լավ պիտի պարզվի, թե ինչ է տեղի ունեցել Մերձավանում, ինչն է իրական դրդապատճառները, ովքեր են դրա հետևում կանգնած, ովքեր են պատվիրատուները, ովքեր են շահագրգռված անձիկ, առաջին օրը ասեցին, որ գործը բացահայտված է, առաջին օրվանից հայտարարեցին, որ վերջ արդեն գործը բացահայտված է, բայց այդտեղ կան շատ լուրջ խորքային խնդիրներ, եւ դրանից հետո էլ կրկնում եմ, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան, հազարավոր ոստիկաններ, ԱԱԾ աշխատողներ, ամբողջ ուժային համակարգը ներխուժեց, ուրեմն Գյումրիի քաղաքապետարան, բարբարոսաբար ջարդուփշուր արվեց Գյումրիի քաղաքապետարանի գույքը, ուժի գործադրմամբ ուրեմն բերման ենթարկվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, այնուհետև ձերբակալվեց, ձերբակալվելուց հետո կալանքի որոշում կայացվեց եւ հիմա էլ մենք ականատես ենք լինում, ես ուզում եմ հատուկ սրա մասին նշել, որ Գյումրիի քաղաքապետի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է եւ ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել է
եւ հիմա ունի լուրջ առողջական խնդիրներ։ Ոնց որ լուրջ առողջական խնդիրներ ունեն մեր սրբազան հայրերը, դուք տեսնում եք մեր սրբազան հայրերի հյուծված վիճակը, մենք տեսնում ենք, մենք մեր սրբազաներին այդպես չենք տեսել։ Նայեք այն տեսանյութերը, նայեք այն հավաստող են բոլոր տեսա նկարահանումները, լուսանկարները, թե սրբազանները ինչ վիճակում են եղել, ուրեմն կալանավորումից առաջ։ Բավականին առողջ եւ առույգ տեսք ունեն, չնայած էլի առողջական խնդիրներ ունեն, բայց ազատության մեջ այդ մարդիկ հնարավորություն ունեն իրենց առողջական խնդիրներով զբաղվելու։ Որոշակի ժամանակահատվածում հնարավորություն ունեին առողջապահական կենտրոններում բուժում ստանալու։ Ես չեմ ուզում ուրեմն բացել այն գաղտնիքը իրենց առողջական վիճակի հետ կապված, որովհետև դա յուրաքանչյուր մարդու անձնական իրավունքն է եւ ես այդ տիրույթ չեմ մտնի եւ չեմ ասի ինչ խնդիրներ, ինչ առողջական խնդիրներ ունեն, բայց որ լրջագույն առողջական խնդիրներ ունեն այդ մարդիկ եւ ակնհայտ անձեն աչքով երևում է այդ մարդկանց վիճակը, պետք է կույր լինես, որ չտեսնես այդ վիճակը։ Այսինքն այս մարդիկ սրբազաներին եւ մնացած բոլոր կալանավորներին ուզում են ենթարկել Արմեն Գրիգորյանի վիճակին, այսինքն այն ինչ որ դրին Արմեն Գրիգորյանի գլխին, ուզում են դնել սրբազաների եւ մնացած բոլոր քաղբանտարկյալների գլխին։ Պարզ եւ ակնհայտ է, որ օր առաջ այդ մարդիկ պիտի լինեն ազատության մեջ, այդ մարդիկ պիտի անհապաղ բժշկական օգնություն ստանան, այդ մարդկանց վիճակը արդեն կարող ենք փաստել, որ այդ պայմաններում օր-օրի վատանալու է, օր-օրի ավելի է սրվելու իրենց առողջական վիճակը եւ սրա պատասխանատու մեղավորը եւ այս ամբողջ հակա ժողովրդավարական եւ հակա դեմոկրատական եւ հակամարտկային, հակաբարոյական բանի իրավիճակի պատասխանատուն դա գործող իշխանություններ են, իրենց կարած գործերով, իրենց շիծու մեղադրանքներով եւ ուզում եմ նաեւ հիշեցնել մեր հայրենակիցներին, որ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը այն մարդկանց նկատմամբ, որոնք որ իրենց ընդդիմախոս են, շատ ուրեմն հազվագյուտ դեպքերում է կիրառում, եթե ասեն, որ չի կիրառվում։ Եվ սա խոսում է նրա մասին, որ իրենք ունեն ծրագիր, որպեսզի այդ մարդկանց ուրեմն շարքից հանեն։ Ես կարող եմ այդ ենթադրությունները ունենալ, հաշվի առնելով նաև իրենց վերջին շրջանում վարած քաղաքականությունը։ Սա մեր ժողովրդի կողմից պիտի անընդունելի լինի։ Հայրաքելական Սուրբ եկեղեցու 3 բարձրաստիճան հոգևոր առաջնորդներ, արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոս, ել չեմ ասում, որ քահանաներ գտնվում են անազատության մեջ։ 37 թվականից ի վեր սա աննախադեպ մի իրավիճակ է, երբ որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու, որ աշխարհով մենք հայտնի ենք որպես առաջի քրիստոնյա ժողովուրդ, որ մեզ միշտ ասել են եւ մենք էլ դրանով ուրախացել ենք, մենք էլ դրանով մեզ լավ ենք զգացել, որ մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, ունենք բարձր հոգևոր արժեքներ, մեր ժողովուրդը գիտեք, որ ամենաբարձր վարկանիշն ու ամենաբարձր հեղինակությունը մեր ժողովրդի մեջ վայելում է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, այս մարդիկ ադրբեջանական նաև պահանջների բավարարման կոնտեքստում մեր առաքելական Սուրբ եկեղեցու արշավի շրջանակներում տարբեր հոգևոր առաջնորդների դեմ ուրեմն այս արշավը իրականացնում են։ Եվ մենք պիտի ամեն օր խոսենք սրա մասին, մենք պիտի պայքարենք սրա դեմ եւ մենք պիտի ի վերջո հասնենք նրան, որ եւ սրբազանները եւ բոլոր այն քաղաքալացյալները, որ կան, օր առաջ հայտնվեն ազատության մեջ կրկնում են։ Նաեւ ես ուզում եմ մեկ անդրադարձել կատարել, կներեք Արտուր Սարգսյանի հետ կապված, ուրեմն ազգային ժողովի падգամավոր Արտուր Սարգսյանը, որը եւ առողջական խնդիր ունի եւ իր խնամքի տակ գտնվող երկու ծնողները որ կան, որոնք ծնողները տարեց են եւ հայրը եւ մայրը շատ ուրեմն վիրահատության են ենթարկվել, ես էլի չեմ ուզում բարձրաձայնեմ, շատ մանրամասն չմտնեմ առողջական խնդիրների մեջ։ 3 դատարանը մերժեց
Արտուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու խնդիրը, հարցը։ Սա ինչի մասն է խոսում։ Սա խոսում է նրա մասին են իր վաղ հայտարարած են հայտարարությունների մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ինչի կա դատավոր, որ կարող է իմ ասածը չանի։ Այն որ շրջապատում էր դատարաններ, այն որ SMS հաղորդագրություններ էր ուղարկում ԲԴԽ նախագահին, այն որ ասում էր ձեզ կտանեմ ԱԱՑ պատվալները կլցնեմ։ Եվ փաստացի այս հայտարարությունների կոնտեքստում մենք տեսնում ենք, որ այլընտրանքային եւ խափանման միջոց եւ ուրեմն խափանման միջոցի փոփոխություն, վարչական հսկողություն։ Հենց նոր մենք խոսում ենք Զարուհի Պոստաջյանի հետ, ասում են, որ Վարդան Ղուկասյանին նորից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Դե խայտարակություն է, այսինքն մարդկանց ուզում են քրեակատարողական հիմնարկներում սպանել։ Ուզում են ուղղակի այդ մարդկանց խոշտանգել։ Հոսպիտալացված ծանր վիճակում գտնվող մարդուք սադիստ եք։ Ադրբեջանական բանտերում ուրեմն բռնության են ենթարկվում ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ ազգային բարերար Ռուբեն Վարդանյանը, մեր բանտերում, մեր քրեակատարողական հիմնարկներում խոշտանգման են ենթարկվում սրբազան հայրերը, ազգային բարերարը, ազգային ժողովի падգամավորը, Հայ-հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի անդամը, Որդեկորույս հերոսացին ծնողները, բարձրաստիճան զինվորական այրեր, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, բլոգերներ, լավ էս խայտարակությունը միջև երբ պիտի հանդուրժենք մենք, միջև երբ պիտի մենք այս իրականության հետ հաշտ լինենք։ Միջազգային հանրությունը ծպտուն չի հանում Հայաստանում տիրող բռնապետական ռեժիմի վարքագծի հետ կապված։ Սա է ձեր պատկերացած դեմոկրատիան։ Սա է ձեր ժողբաստիոնը։ Ուղղակի խոսքեր չկա, սիրելի հայրենակիցներ, ասելու այն իրավիճակը, ինչ որ ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում։ Բավականին շատ բան կա ասելու, բայց ես ուզում եմ նաև մի քանի ուրեմն վիճակագրական տվյալներ բերել ձեր համար, ուրեմն սա արդեն սոցիալ-տնտեսական տիրույթից է եւ ես ուզում եմ ձեզ ներկայացնել այդ թվերը, քանի որ մեր հայրենակիցները խնդրում են, որպեսզի այս հարցն էլ բարձրաձայնենք, ուրեմն գների փոփոխության հետ կապված, որ ասում են, դե ժողովուրդը հիմա լավ է ապրում, ժողովրդի բարեկեցությունը հիմա պատիկներով անգամ լավ է, բայց մենք ունենք վիճակագրական տվյալներ եւ ըստ այդ վիճակագրական տվյալների Հայաստանի Հանրապետության բնակչության 25%-ը գտնվում է ծայրահեղ աղքատ կամ աղքատության այս աղքատության ծայրահեղ շեմին։ Ուրեմն հիմա ձեզ ուզում եմ ներկայացնել գնաճի տեմպերը։ Ուրեմն 24 թվականի ցուցանիշներն եմ ուզում ձեզ ասել։ Հացի եւ ծավարեղենի գնաճը կազմել է 3.7%, միսը 3.5%, ձուկը եւ ծովամթերքը 15.3%, կաթնամթերքը 2.7%, ուրեմն կարակ, յուղ եւ ուրեմն 13.5%, միրգը 7.1%, բանջարեղեն 3.6%, շաքար 5.4%, սուրճ, թեյ, կակաո 11.9%, ջուրը 3.8%, ալկոհոլ եւ ծխախոտ 6.8%։ Եվ 25 թվականին այս տեմպերը ուրեմն էլի շեշտակի աճ են գրանցել, նույն կաթնամթերքը 3%-ով է թանկացել, յուղը
2.1%-ով է թանկացել, բանջարեղենը 3.5%-ով է թանկացել, սուրճը 1.5%-ով է թանկացել, հացը նույնպես էլի թանկացել է, միսը եւ այսպես շարունակ։ Հիմա ես այս ամեն ինչը այս թվեցի նաեւ ցանկը ձեզ նշեց, սա ոչ ամբողջական ցանկն է, բայց սա այս սեպտեմբեր ամսվա ցուցանիշներն է, բայց ես սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, սեպտեմբերի սկզբի ցուցանիշն է, բայց սեպտեմբերի վերջ եւ հոկտեմբերի վերջ էլ ավելի շեշտակի թանկացել են ուրեմն այս նշածս ապրանքները եւ ի վերջո մարդիկ կրկնում եմ մարդկանց աշխատավարձը, մարդկանց եկամուտները չեն համապատասխանում այս թանկացումների եւ այս ամբողջ այս շղթայի ուրեմն ամեն ինչ էլ թանկացել է եւ այս թանկացումների հետ կապված ուզում եմ մի հայտարարություն էլ անել, որ գիտեք, որ ուրեմն հետցի սեփականատերերը առաջարկ են ներկայացրել, որպեսզի էլեկտրոէներգիայի սակագինը իջեցվի, բայց մինչև հիմա ձեն ծպտում չկա։ Խնդրում եմ սա ուրեմն արձանագրենք։ Այս ֆոնին ես ուզում եմ նաև ձեզ այս թանկացումների ֆոնին ձեզ ներկայացրել ուրեմն Երևան քաղաքի վերջին ուրեմն տոնակատարությունների արված ծախսերը։ Ուրեմն վերջին տոնակատարությունների ժամանակ ծախսվել է 332 միլիոն 934 հազար ուրեմն կներեք մի վարքյան Ուրեմն Երևանի քաղաքապետարանը ընկերությանը իդեպ մեկ անձով է առանց մրցույթի հայտարարելու է սա տեղի ունեցել ընկերությանը վճարել է այո 332 միլիոն 934 հազար դրամ կամ եթե ամերիկյան դոլարով արտահայտենք, ուրեմն 865,000 ԱՄՆ դոլար։ Այսինքն հասկանալու համար, որ սիրելի հայրենակիցներ, ձեր տված հարկերի հաշվին այս մարդիկ ինչ ցոփ ու շվայտ կյանք են վայելում, հասկանալու համար, որ ձեր կոպեկ վճարած հարկերը, որ ձեզնից քերում են այդ հարկերը, ինչ ծախսերի վրա գնում դահլիճներ են իբր նորոգում, էլի կիսատ այդ դահլիճները, չգիտեմ, ոչ նորմալ նորոգում է իրականացվում, ասենք, տեսնում ես դրան ռուչկան փոկվում է, չգիտեմ, այդ փայտերը ընկնում են եւ այլն նույն ազգային ժողովի վերանորոգված դահլիճի մասին է խոսքը, նույն աստղաբաշխական գումարներով վերանորոգել են Երևանի քաղաքապետարանի դահլիճը, ու սենց անիմաստ միլիոններ, միլիարդավոր դրամների անիմաստ վատնում, անիմաստ ծախս, որը այս ամեն ինչը իրականացվում է պետական պարտքը ավելացնելու հաշվին։ Սիրելի հայրենակիցներ, պետական պարտքը արդեն 14 միլիարդ դոլարից անցել է։ 14 միլիարդ դոլարից անցել է։ Այս բարեկեցությունը, որ ասում են, վերաբերվում է միմիայն իրենց անձնական կյանքին։ Ես այս ընթացքում չեմ հանդիպել մի տնտեսվարողի մարդու, որ իր վիճակը լավացել է, ընդհակառակը գնալով վատանում է։ Խնդրեմ, եթե ուրիշ հարցեր կան, ասեք Հիմա ամեն դեպքում մենք գիտենք, որ սպասվում է Էջմիածնով աղաշապատում ընտրություններ եւ հստակ է մի բան, որ վախենալ չկա, ինչպես նաեւ գյումրեցիները չպետք է վախենան, չկաշկանդվեն։ Այո, նաեւ այդ առումով Հողում, այսինքն, սրանք սկսել են այդ սրբապիղծ արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, Սուրբ հողը
Այո, վարչական տոտալ ռեսուրս է իրականացում, նախ ուզում եմ հիշեցնել, ոնց է եղել վաղարշաբաթի ընտրությունների նախապատմությունը։ Նախապատմությունը հետևյալն է, ուրեմն նախ Էջմիածին համայնքում ամեղության կանխավարկածը չխախտելով նախկին քաղաքապետը ուրեմն դիմումագրում եւ հեռանում է հակակոռուպցիոն ուրեմն դատարանում ինչ որ գործեր ա քննվում եւ այլը, սպասենք այդ դատավարությունների արդյունքում, բայց ես ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներին, ոչ այդ ընթացքում մասկի շոու ա եղել, ոչ որևէ մեկը ուրեմն տարվել ա կալանքի, որևէ մի բան, որևէ նման բան, մոտիկ օրինակ Գյումրի այդ բանի չի եղել, այսինքն լրիվ sense հանդարտ հանգիստ իրավիճակներ, ես չեմ ասում թե կողմ եմ դրան, որ նման բան լիներ, ես դրան կողմ չեմ, յուրաքանչյուր ունի անմեղության կանխավարկածի իրավունքը, բայց տեսեք, դրանից հետո ինչա տեղի ունենում։ Ուրեմն շատ լավ գիտակցելով, որ Էջմիածին համայնքում իրենք չունեն ժողովրդի կողմից վստահություն, ինչ քայլի գնացին։ Խոյ խոշորացված համայնքը միացրեցին Էջմիածին համայնքին, քանի որ թեկնածուն Խոյ համայնքից էր, սրանով փորձելով ավելի ամուր հիմքեր ստեղծել ընտրությունների իրենց համար նպաստող, իրենց համար ուրեմն հաղթանակ ապահովելու գործընթացին։ Այնուհետև մարզպետը իր, եթե չեմ սխալվում, դիմումի համաձայն դուրս է գալիս մարզպետի պարտականությունները կատարելու եւ անմիջապես նշանակվում է Էջմիածին համայնքի ղեկավար։ Համայնքի ղեկավար նշանակվելուց հետո ընտրությունները դեռ չսկսած, ուրեմն սրանք սկսում են քարոզարշավը։ Տարբեր ուրեմն գործողություններ, որոնք որ օրենքի շրջանակում չեն։ Նախորոք ուրեմն իրենց պաստառներն են փակցնում ուրեմն պետական հաստատությունների վրա։ Ամբողջ քաղաքապետարանի ուրեմն տրանսպորտային միջոցները տրամադրում են թեկնածուի պաստառները փակցնելու։ Մենք նաև ահազանգեր ունենք, որ ամբողջ Էջմիածինը այդ մուտքերն ու ելքերը ամբողջությամբ ուրեմն թեկնածուի քաղաքացիական պայմանագիր թեկնածուի պաստառներն են, հարյուրավոր պաստառներ են փակցված, գիտեք որ վիճակահանության արդյունքում առաջին համարը հաղթանակ դաշինքի ուրեմն քանի որ այդ պաստառը սահմանափակ էր, հնարավորություն ունեցավ ուրեմն այդ ժերեբյովկա արդյունքում քաշելու եւ իրեն բաժին ընկավ դա, բայց փաստացի էդ էլա աբսուրդ մի բան էլի, այնտեղ վիճակահանության արդյունքում քաշում են այդ 1 կամ 2 գովազդային այդ վահանակի հնարավորությունը, հետո իրանք ինչքան ուզում ես վարչական լծակներ ու ռեսուրսներ օգտագործում են, պլակատները փակցնում են այդ ուրեմն այդ այո Այո, ինչ որ ահազանգներ ունենք, որ դպրոցի տնօրեն ինչ որ բաներ օգնություններ է բաժանում, դրանից առաջ ինչ որ գյուղում կազմակերպում են ինչ որ նվիրատվություններ են անում, մենք տեսնում ենք, որ ամբողջ վարչական ռեսուրսը, ամբողջ Հայաստանի վարչական ռեսուրսը օգտագործում են իշխանությունները, օգտագործում են նախարարներով, փոխնախարարներով, չգիտեմ, մարզպետներով ու տարբեր պաշտոնյաներով իրենց աշխատանքային ժամի գնում քարոզչությամբ եւ ուրեմն քարոզում իշխող ուժի ներկայացուցիչի կողմից եւ սա եթե ուղղորդում չի, ի՞նչ է։ Նախարարները պետք է զբաղվեն իրենց գործով։ Նախարարները պետք է զբաղվեն իրենց ոլորտը, տապալած իրենց ոլորտը կարգավորելու գործով։ Չնայած հույսեր չկան, որ պետք է կարգավորեն, բայց ամենայն դեպս։ Ասենք իրենց ոլորտը ձախողում են, խայտարակ վիճակ է, եւ ամբողջ թիմով գնացել են ու բան են, քարոզարշավին են մասնակցում։
տարբեր խոստումներ տալիս, այդտեղ ասֆալտ կանենք, այնտեղ են կանենք, այնտեղ էս կանենք։ Բա ուր էիք։ Բա ուր էիք։ 7 տարի 6 տարի 7 տարի իշխանություն էիք Էջմիածնում, բայց ի՞նչ էիք անում։ Սիրելի էջմիածնիցիներ, չխաբվեք։ Այս իշխանությունները արշավ են իրականացնում ձեր Սուրբ քաղաքի ուրեմն նկատմամբ թիրախավորելով մայրաթոռը եւ այս պարագայում դուք պիտի ձեր քվեն տակ ուրեմն ընդդիմությանը ձեր վերաբերմունքը արտահայտեք իշխող թիմի այս տարիներում բերած աղետներին այն արհավիրքը որ բերել է մեր ժողովրդի գլխին եւ հիմա այդ կեղծ խոստումներին հավատալու չկա ձեզ հավատալու չկա դուք խաբել եք 7 տարվա ընթացքում ամեն օր խաբել եք ստել եք մեր երկիրը բերել եք ծայրահեղ ծանր վիճակի եք հասցրել հիմա էլ ուզում եք Էջմիածնում վերարտադրվեք չի լինելու արժանապատիվ տեխնացուներ կան եւ այդ տեխնացուները պետք է արժանանան ընդդիմադիր տեխնացուներ այնտեղ fake տեխնացուներ էլ կան այո այդ որ Նիկոլին թողած բան են ընդդիմությանն են քննադատում չեմ էլ ուզում իրենց անունները տալ ժողովուրդը լավ գիտեմ չկա դե ինչա այդ հանրապետություն կուսակցությունն է մեկ էլ այդ ազատ դեմոկրատները որոնք որ իրենց սուրբ գործն են ճակերտավոր համարում ընդդիմադիր տեխնացուների քննադատելը մարդկանց ուրեմն գործ տալը ոնց որ արեցին կաթողիկոսի եղբորը կեղծ մատությունը որ արեցին հիմա մարդիկ անազատության մեջ են եւ տեսանյութերից էլ երևում է որ որևէ տեղ խնդրահարույց բան չկա ընդամենը խոսակցություն է այս է սրանց ձեռագիրը եւ կոչվում է սիրելի հայրենակիցներ ընտրություններին պիտի բարձր մասնակցություն լինի մեր հայրենակիցները պիտի գնան եւ ոչ ասեն այս իշխանություններին